Իրանում պատմության ամենամասշտաբային սգո արարողություններից մեկն է։ Միլիոնավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Իրանի մոտ 37 տարի ղեկավարած առաջնորդին Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Արարողությունները մեկնարկել են Թեհրանի Իմամ Խոմեյնիի Մոսալա աղոթասրահում, որտեղ դրվել են Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների դագաղները։ Մի քանի 100,000-ավոր մարդիկ ժամերով հերթ են կանգնել վերջին հրաժեշտ տալու համար։ Քաղաքի փողոցներում սև դրոշներ ու սգո պաստառներ են տեղադրված, իսկ պետական հեռուստաընկերությունն անընդհատ ուղիղ հեռարձակում է սգո միջոցառումը։ Սգո արարողություններին մասնակցում են Իրանի գրեթե ամբողջ քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը, նախագահը, խորհրդարանի նախագահը, կառավարության անդամները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը, բարձրաստիճան հոգևորականները, նաեւ տասնյակ երկրների պատվիրակություններ։ Արևմտյան երկրների ղեկավարները չեն մասնակցում, մինչդեռ ներկա են Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրաքի, Թուրքիայի եւ Իրանի մյուս գործընկեր երկրների ներկայացուցիչները։ Հուղարկավորությունը մեկ օրով չի սահմանափակվելու, ծրագրված է, որ հաջորդ օրերին թափորը կտեղափոխվի Իրանի մի քանի քաղաքներ, նաև Իրաքի շիա սրբավայրեր՝ Նաջաֆ եւ Քերբելա։ Վերջնական հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին Մաշհադում։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, անվտանգության միջոցառումները խստացված են։ Մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են, իսկ պետական կառույցները սգո օրերին աշխատում են հատուկ ռեժիմով։ Արարողությունները կրում են նաև հստակ քաղաքական բնույթ։ Հանրահավաքների ընթացքում հնչում են «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսներ, նաև վրեժի կոչեր։ Իրանի իշխանությունը փորձում է սգո օրերը ներկայացնել որպես ազգային համախմբման եւ արտաքին ճնշումներին դիմակայելու խորհրդանիշ։ Արարողություններին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։